Մարդը միայն հացով չի ապրում, այլ Աստծո խոսքով։ Այս խոսքերի մեջ մեր Տերը կարծես ուզում է ասել հացը մարմնի կերակուրն է, Աստծո խոսքը հոգու կերակուրն է։ Եվ կարծես մարդու հոգին միտքը միշտ փափագում են Աստծո խոսքին, կարոտ ու քաղց ու ծարավն ունեն Աստծո խոսքի, եւ երբ մենք Սուրբ Գիրք ենք ընթերցում, նմանվում ենք ցամաքած հողի, ցամաքած ճաքճքած հողի վրա ջուր ես լցնում, մեկ էլ սկսում են ճաքերը լցվել, կենդանանալ, բուսականություն է դուրս գալիս, ճիշտ չէ, այդպես էլ մեր հոգին սով ունի, քաղց ունի, ինչպես Մարգարեն ասում, ես ձեզ տալու եմ ոչ թե հացի սով, այլ Աստծո խոսքը լսելու սով, Աստծո խոսքը լսելու քաղց ու ծարավ կա մեր մեջ, եւ մենք պապակում ենք, չորանում ենք առանց Աստծո խոսքի, եւ երբ ընթերցում ենք անմիջապես Սուրբ Գրքի խոսքերը մտնում են մեր մեջ, ինչպես Եփեփան Կեփրացին է ասում, թե երբ որ մենք նայում ենք միայն Սուրբ Գրքին, չար արդեն իսկ փախչում է, բայց երբ որ ընթերցում ենք, արդեն բարին է գալիս։ Ուրեմն մեր կյանքի անբաժանելի մասը պետք է լինի Սուրբ Գրքի ընթերցանությունը։ Որոշակի քանակով, որոշակի ժամերի։ Եթե սկսում ենք Սուրբ Գիրք ընթերցել, ցանկալի է նոր կտակարանից Քրիստոսի ծննդյան պատմությունը, մկրտությունը, փորձությունն անապատում, հրաշքները, ավետարանի քարոզչությունը, առակները, խաչելությունը, թաղումը, հարությունը, համբարձումը, որտեղ սկսնակի համար այս ամբողջ պատմությունը շատ գեղեցիկ է եւ հաճելի։ Երբ մենք ավետարանները ընթերցեցինք եւ կարողացանք սերտել Աստծո խոսքը, կարող ենք անցնել Գործք առաքելոցին։ Գործք առաքելոցն ինչ է։ Առաջին քրիստոնեական համայնքների ստեղծման պատմությունը, առաքյալների քարոզչություն, շրջագայություն։ Մի քիչ ավելի լուրջ, ծանր կերակուր է առաքելական թղթեր, հատկապես Պողոս առաքյալի թղթերը։ Բայց եւ այնպես, երբ որ մենք սերտեցինք Սուրբ Գիրքը, ավետարանները, այնուհետև պետք է անցնենք Գործք առաքելոցին, կարծես գեղեցիկ հերթականությամբ է դրված նոր կտակարանը։ Նախ Քրիստոսի մասին ենք ճանաչում, Քրիստոսի կյանքի պատմությունն ենք իմանում, փրկagorտությանն ենք ծանոթանում, որից հետո հոգեգալուստն ենք դիմավորում, որտեղ Քրիստոս երբ երկինք համբարձվեց, ասաց նստեցեք Երուսաղեմ, մինչև երկնքից զորությամբ զգեստավորվեք։ Եվ համբարձումից 10 օր հետո Սուրբ Հոգին իջավ առաքյալների վրա, եւ նրանք Աստծո Սուրբ Հոգով զգեստավորվեցին, զորացան, լցվեցին, գնացին ամբողջ աշխարհով մեկ ավետարանը քարոզել։ Եվ նույն այդ Գործք առաքելոցի վերաբերյալ են նաև թղթերը։ Իրենց շրջագայության ընթացքում նամակներ ուղղվեցին տարբեր եկեղեցիներում, եբրայեցիներին, թեսաղոնիկեցիներին, կորինթացիներին, հռոմեացիներին եւ ընդհանրական թղթերը, որոնք Պետրոս առաքյալի, Հովհաննես առաքյալի, Հակոբոս առաքյալի, Եհուդա առաքյալի թղթերն են։ Այս ամբողջ պատմությունը կարծես մի գեղեցիկ պատում լինի Քրիստոսի գործունեության իր երկրավոր կյանքում եւ երկինք համբարձվելուց հետո առաքյալների քարոզչական գործունեության։ Եվ մենք պետք է այնքան սերտենք, այնքան կարդանք Սուրբ Գիրքը, որ մենք մեր մեջ քաղց առաջանա, այդ քաղցն էլ հագենա։ Աստվածային քաղց այնպեսին է, որ դու հագենում ես եւ նոր ճաշակը քո մեջ ձևավորվում, նորն ես ուզում, ավելին ես ուզում։ Եվ եթե ուզում ես ավելին իմանալ, կամաց արդեն կարող ես անցնել Արարչության պատմությունը, թե ինչպես Աստված աշխարհը 6 օրերում ստեղծեց, թե ինչպես 7-րդ
օրը հանգստացավ, թե ինչպես Ադամը դրախտից վտարվեց, ինչպես մարդկությունը բազմացավ երկրի վրա, ինչպես մարդկային չարիքների պատճառով ջրհեղեղ եղավ, Նոյը փրկվեց և նոր նախահայր կոչվեց նորը, և ինչպես ազգերը բաժանվեցին, ինչպես լեզուները բաշխվեցին աշտարակաշինության ժամանակ, ինչպես Աստված երևաց Աբրահամին, հետո Իսահակին, Հակոբին, 12 նահապետներին, այնուհետև գերությունը Եգիպտոս, Եգիպտոցից վերադարձ և մինչև Քրիստոսի օրերը, որից հետո գալիս է նոր կտակարան։ Այսպես գեղեցիկ մի պատմություն է Սուրբ Գիրքը, ամբողջ մարդկության պատմությունն է Սուրբ Գիրքը, սկսած առաջությունից մինչև մեր օրերը, որտեղ Սուրբ Հոգին այսօր ևս գործում է, ինչպես մեր Տերը վերջին պատգամ տվեց առաքյալներին, գնացեք բոլոր ազգերին ավետարանը քարոզեք, մկրտեք Հոր, Որդու և Սուրբ Հոգու, ուսուցեք պատվիրանները պահել, և ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վախճան։ Տիրոջ այս պատգամը այսօր կենդանի է։ Մենք պետք է միշտ ընթերցենք ավետարանի խոսքերը, պատվիրանները պահենք, նաև մյուսներին սովորեցնենք Աստծո խոսքը, ինքներս ապրենք, շնչենք, որ հետո նաև կարողանանք ուրիշներին փոխանցել։ Մեր Տերն ավետարանում ասում է. երկնքի արքայությունը նմանվեց ագարակում թաքնված գանձի։ Ագարակը Սուրբ Գիրքն է, նրա մեջ թաքնված գանձը Քրիստոս է, և ամենուրեք Քրիստոսի փրկagorցությունն է Սուրբ Գրքում։ Մենք պետք է փնտրենք հանքահոր վարպետների նման Սուրբ Գրքի խորքերը մտնենք և այնտեղ գանձեր կգտնենք, Քրիստոս է այնտեղ։ Եվ մարդը այն անգին գանձը գտնում է, ուզում է ամեն ինչ վաճառել, որպեսզի կարողանա պահել, որտեղ չեք կարող երկու տիրոջ ծառայել։ Մեր սրտի մեջ կամ Քրիստոս պետք է լինի, կամ աշխարհը պետք է լինի։ Եթե մենք ուզում ենք Քրիստոս մեր մեջ կենդանանա, ապա այս աշխարհի համար մենք պետք է մեռնենք։ Ուրեմն Սուրբ Գիրքը այն ագարակն է, որ մենք պետք է փնտրենք, նրա մեջ գտնենք գանձը և վաճառենք ամեն ինչ ու փայփայենք, պահենք, չկորցնենք Քրիստոսին։